Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր օգոստոսի 5։ Որքան մեծ են քո գործերը, ով Տեր, դրանք բոլորն էլ իմաստությամբ ես արել։ Երկիրը լիքն է քո ստեղծածներով, այս ծովը մեծ է ու լայն, անթիվ են այստեղ լողացողները, փոքր կենդանիները մեծերի հետ։ Սաղմոս 104-րդ գլուխ 24-25 խոսքեր։ Մենք պետք է գովաբանենք և մեծարենք Աստծուն ցերեկի ու գիշերվա մշտական հաջորդականության համար։ Նայեցեք, թե որքան նման են վայրի գազաններին նրանք, ովքեր սպասում են մթնշաղին և հաղորդակցություն ունեն խավարի անպտուղ գործերի հետ։ Եթե Աստված լսում և հասկանում է նույնիսկ բնության պարզ լեզուն, անգամ գիշատիչ արարածների մեջ, ապա միթե առավել ևս բարեհաճորեն չի ընդունի իր ժողովրդի մեջ շնորհի լեզուն, որը հաճախ արտահայտվում է թույլ ու կոտրված հառաչանքներով, որոնք խոսքերով հնարավոր չէ արտահայտել։ Ամեն օրը ունի իր գործը, որը պետք է կատարվի հենց այդ օրը։ Մարդը պետք է ամեն առավոտ ձեռնամուխ լինի այդ գործին և շարունակի այն մինչև երեկո։ Հանգստանալու ժամանակը կգա, երբ գիշերը հասնի, որովհետև այն ժամանակն է, երբ ոչ ոք այլևս չի կարող աշխատել։ Սաղմոսերքուն հիացմունքով է դիտում Աստծո գործերը։ Մարդկային արվեստի գործերը որքան ավելի մանրամասն են քննվում, այնքան ավելի շատ են երևում դրանց թերություններն ու կոպտությունները, մինչդեռ Աստծո գործերը որքան ավելի խորությամբ են դիտվում, այնքան ավելի նուրբ, կատարյալ և ճշգրիտ են երևում։ Դրանք բոլորն էլ ստեղծված են իմաստությամբ, որովհետև յուրաքանչյուրն իրականացնում է այն նպատակը, որի համար նախատեսված է եղել։ Ամեն գարուն հարության խորհրդանիշն է, երբ ասես նոր աշխարհ է վեր բարձրանում հնի ավերակներից, սակայն միայն մարդն է, որ շարունակում է ապրել մահից հետո, երբ Տերը վերցնում է նրա շունչը, նրա հոգին անցնում է մեկ այլ վիճակի, իսկ նրա մարմինը հարություն կառնի կամ փառքի, կամ չարչարանքի համար։ Ուրեմն, թող որ Տիրոջ ողորմությամբ նա իր հոգին ուղարկի և վերստին ծնի մեր հոգիները սրբության համար։